Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը շարունակում է օկուպացրած Արցախում բնակչության հարկադիր վերաբնակեցման ծրագիրը։ Ալիևը ստորագրել է օրենսդրական փոփոխությունների մի ամբողջ փաթեթ սեփականության իրավունքի տրամադրման մասին, որով բռնազավթված Արցախում բնակարան ստանալուց հրաժարվող ադրբեջանցիները կզրկվեն նպաստներից ու տեղահանվածի կարգավիճակից։ Ինչ օրենք է սա իրականում եւ ինչ խութեր կան ադրբեջանական այսպես կոչված մեծ վերադարձ ծրագրի տակ։ Թեման կքննարկենք Հայլուրի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։ Բարի երեկո, Արման։ Բարի երեկո, Ծովինար։ Եվ այսպես ինչ նպատակ են հետապնդում այս փոփոխությունները։ Ծովինար, կարելի է ասել, որ այս օրենսդրական փոփոխություններով Ալիևը շանտաժի է ենթարկում իր բնակչությանը։ Ըստ փախստականների եւ բռնի տեղահանվածների կարգավիճակի մասին օրենքի վերջին փոփոխությունների, բնակարանները վարձակալությունից փոխանցվում են սեփականության իրավունքով, իսկ նպաստները պահպանվելու են ընդամենը 3 տարի։ Այսինքն բնակարանները, որոնք Ադրբեջանը կառուցել է Արցախի օկուպացված տարածքներում, օրինակ Բերձորում, Կովսականում, Ջրականում, մինչ այս փոփոխությունները տրվում էին վարձակալությամբ։ Պետությանն էր պատկանում տունը, որտեղ մարդիկ պարզապես ապրում էին։ Հիմա նոր օրենքով Ալիևը ասում է՝ գնացեք, այդ տունը գրանցենք ձեր անունով, բայց 3 տարի անց զրկվելու եք տեղահանվածի կարգավիճակից ու պետական նպաստներից։ Կառավարությունը ամսական 60 մանատ մոտ 14,000 դրամ էր տալիս մեկ տեղահանվածին։ Իհարկե գումարը չնչին է, բայց հաշվի առնելով Ադրբեջանի սոցիալական խնդիրները, որոշ ընտանիքների համար դա էր զգալի օգնություն։ Այս օրենքը ըստ էության այսպես կոչված ադրբեջանցի տեղահանվածների հարցը դե յուրե վերջնականապես փակելու փորձ է։ Իհարկե առաջին հայացքից սեփականություն տալը թվում է նվեր, բայց շան գլուխը հենց այս օրենքի տեքստում է թաղված։ Եթե քաղաքացին հրաժարվում է գնալ իրեն առաջարկված վայր, այսինքն օկուպացրած Արցախի բնակավայրեր, նրան ավտոմատ զրկում են փախստականի կարգավիճակից, նպաստներից ու կոմունալ վարձերի զեղչերից։ Պետությունը նրանց կանգնեցնում է փաստորեն սովամահության եզրին, ստիպելով տեղափոխվել։ Արման, իսկ ինչու 3 տարի, սա ինչ ժամկետ է։ Ըստ նոր կարգի 3 տարի անց բոլոր նպաստներն ու արտոնությունները, որոնք մինչ այդ Ադրբեջանը տրամադրում էր դեռ 90-ականներից փախստականի կարգավիճակ ունեցող իր քաղաքացիներին, կհավասարվեն 0-ի եւ Ալիևը պետական բյուջեն վերջնականապես կազատի այդ մարդկանց պահելու ծանր բեռից։ Եթե քաղաքացուն տվել են տուն կամ նա հրաժարվել է դրանից, պետությունը համարում է, որ իր պարտքը լիովին կատարվել է։ Տեղահանված հասկացությունը թղթի վրա վերանում է եւ Բաքուն աշխարհին հայտարարում է, թե հակամարտության հետևանքները լիովին լուծված են։ Իդեպ Ծովինար, այս օրենքը վերաբերում է միայն Արցախյան պատերազմից հետո փախստականի կարգավիճակ ստացած ադրբեջանցիներին, որոնք апրել են նախկին լղիմ տարածքում։ Ըստ ադրբեջանական պաշտոնական վիճակագրության օկուպացված Արցախում արդեն վերաբնակեցվել է 38,153 մարդ կամ 9,452 ընտանիք։ Ընդ որում Ստեփանակերտում ըստ պաշտոնական Բաքվի ընդամենը 230 մարդ 54 ընտանիք է ապրում։ Ինչու այդքան քիչ։ Այս թվերն էլ ապացույց են այն բանի, որ մեծ վերադարձ նախագիծը խայտառակ ձևով տապալված է։ Եկեք միասին նայենք իրենց իսկ հրապարակած թվերին։ 30 տարի շարունակ Բաքուն աղաղակում էր 1 միլիոն փախստականի մասին, թեպետ իրականում 90-ականներին փաստացի տեղահանվել է մինչև 550,000 ադրբեջանցի, իսկ Բաքվի քարոզչամեքենան այդ թվին ավելացրել է նաև նրանց սերունդներին։ Այս թիվն հազիվ 4%-ն է 38,000 ադրբեջանցի տեղահանվածների, որոնց Ադրբեջանը իբր վերջին 3.5 տարում բնակեցրել է օկուպացված Արցախում։ Բռնազավթած Ստեփանակերտում, որտեղ ավելի քան 60,000 հայեր ապրում, իրենք կարողացել են ընդամենը 54 ընտանիք բնակեցնել։ Մի ամբողջ քաղաք փաստացի դատարկ է ու հասկանալով, որ 38,000-ը ծիծաղելի թիվ է, պաշտոնական հայտարարությունների տակ ավելացնում են, թե բանակը ոստիկանության ու շինարարների հետ համատեղ Ղարաբաղում արդեն 90,000 մարդ է ապրում։ Այսինքն օկուպացրած Արցախը շարունակում է մնալ դատարկ, այնտեղ ապրող չկա, կան միայն զինվորներ, ոստիկաններ ու բանվորներ։ Պատճառներից մեկն էլ այն է, որ նորակառույց տները անորակ են, չեն դիմանում անգամ հասարակ անձրևներին։ Համացանցում պարբերաբար հայտնվում են տեսանյութեր, որտեղ բնակիչները ցույց են տալիս նորակառույց տների վիճակը անձրևներից հետո եւ ժամանակ առ ժամանակ մեծ լսարանով բլոգերներն էլ գնում են Արցախ, այս կամ այն տեսարժան վայրը ցույց են տալիս, իբր թե ամեն ինչ Ղարաբաղում լավ է։
Սակայն ինչպես տեսնում ենք, ադրբեջանցիները, որոնք տասնամյակներով ապրում են Բաքվի ու Սումգայիթի տարածքում, հրաժարվում են կամավոր գնալ Արցախ, որտեղ չկան աշխատատեղեր ու տարրական պայմաններ։ Շատերը համոզված են, որ այդ հողերն իրենցը չեն եւ հայերը մի օր վերադառնալու են։ Նրանք վստահ չեն, որ օկուպացրած Արցախն անվտանգ վայր է։ Արման, ինչու է Ադրբեջանը վերջին տարիներին ակտիվորեն օգտագործում արևելյան Զանգեզուր եզրույթը։ Սա քաղաքական ուղերձ է եւ որքանով է այս հարկադիր վերաբնակեցման գործընթացը կապված այսպես կոչված արևմտյան Ադրբեջան հայեցակարգի հետ։ Սա Բաքվի տեղեկատվական խայծն է ծովինար։ 2021 թվականին Իլհամ Ալիևը հատուկ հրամանագրով ստեղծեց այսպես կոչված Արևելյան Զանգեզուրի տնտեսական շրջանը, որի մեջ ներառում է օկուպացված Քաշաթաղը, Քարվաճառը, Կովսականը, Ջրականը։ Այս արհեստական անվանման նպատակը շատ պարզ տրամաբանական ծուղակ ստեղծելն էր։ Եթե կա Արևելյան Զանգեզուր, ուրեմն պետք է լինի նաև Արևմտյան Զանգեզուր։ Այս տերմինով Բաքուն իր ներքին եւ արտաքին լսարանի համար փորձում է լեգիտիմացնել Սյունիքի մարզի նկատմամբ տարածքային հավակնությունը։ Երբ Արևելյան Զանգեզուր տերմինը Ադրբեջանում մտավ պաշտոնական բառապաշար, Բաքուն անցավ հաջորդ ավելի գլոբալ փուլին, առաջ մղելով Արևմտյան Ադրբեջան կեղծ հայեցակարգը։ Սա արդեն վերաբերում է ոչ միայն Սյունիքին կամ ինչպես իրենք են ասում Արևմտյան Զանգեզուրին, այլ ամբողջ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքին, այդ թվում Երևանին, Սյունիքին, Տավուշին, Սևանին եւ այլն։ Այսինքն Արևելյան Զանգեզուրը կարծես մի կամուրջ է, որով Ալիևն անցավ դեպի ամբողջ Հայաստանը պահանջելու քաղաքականությանը Արևմտյան Ադրբեջան հայեցակարգի միջոցով։ Շնորհակալություն Արման, սիրելի հայրենակիցներ, տարածաշրջանային վերջին զարգացումները քննարկում ենք 100-ի տարածաշրջանային վերլուծաբան ադրբեջանագետ Արման Բադալյանի հետ։